Մեծ հանցագործություններից մեկը, որ այս իշխանությունները գործել են մեր ժողովրդի նկատմամբ, դա ժողովրդի շրջանում զոհի, պարտվածի, թշվառի հոգեբանության ներդրումն է, չնայած այն փայլուն հաղթանակին, որ մենք կերտեցինք Ղարաբաղյան պատերազմում 90-ական թվականներին։ 98 թվականից Հայաստանում իշխանության եկան ուժեր, որոնք խնդիր ունենալով չլուծել Ղարաբաղյան հարցը եւ չլուծել խաղաղության հարցը, պիտի վարկաբեկեին նախ հենց խաղաղության գաղափարը եւ նաեւ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը եւ հետեւաբար պիտի սերմանային թշնամանք մերժել խաղաղությունը կնշանակի, որ մենք դեռ պարտված ենք, դեռ խռոված ենք, այնինչ մենք տարել ենք փայլուն հաղթանակ եւ ժամանակն է ուժեղի դիրքերից, մեծահոգության դիրքերից, մեր ժողովրդին հարիր քաղաքակրթական դիրքերից ընդունել խաղաղությունը եւ վայելել դրա բոլոր բարիքները։ Իսկ խաղաղության մերժումը մեր մեջ շարունակելու է խորացնել թշվառի, նեղացածի, խռովվածի հոգեբանությունը։ Խաղաղությունը որպես մեր պետության զարգացման, անվտանգ, ապահով կյանքի գերագույն միջոց մեզ նաեւ հնարավորություն է տալու ազատվել այս իշխանություններից, որոնք Հայաստանին բացի աղետներից որևէ բան չեն բերել։ Թշվառություն, արտագաղթ, անարդարություն, կոռուպցիա, այնպես որ եթե մենք ուզում ենք մեր երկիրը տեսնել բարեկեցիկ, անվտանգ, խաղաղ մի պետություն, որտեղ կարող են ապրել հաջորդ սերունդները, ապա խաղաղությունը, հաշտությունը եւ բարիդրացիությունն այլընտրանք չունի։